Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է։ Ես այս պահին գտնվում եմ ուժեղ Հայաստան նախընտրական դաշինքի վարչապետի տեխնացու Սամվել Կարապետյանի տանը։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան հրավերս ընդունելու համար։ Հարգելի հետևորդներ, ինչպես հայտնի է, հայտնի պատճառներով Սամվել Կարապետյանը չի կարող շփվել իր համակիրների, համախոհների հետ, ստիպված տանն է հյուրընկալում։ Շնորհակալ եմ կրկին։ Ինչից է վախենում։ Ես էլ եմ շնորհակալ, որ եկաք։ Ինչից է վախենում, որ չհամաձայնեց, փոխել կալանքը եւ կարողանայիք շփվել ձեր ընտրողների հետ, հետևորդների հետ։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը ամեն ինչից վախենում է, քանի որ մենք 7 ամսվա ընթացքում դարձանք գլխավոր հաղթող ուժ, ինքը հիմա ամեն ինչ անում է, որ կանգնեցնի մեր հաղթարշավը, բայց իրեն դա չի հաջողվելու, չի հաջողվում, մենք շատ ակտիվ գնում ենք մեր ճանապարհով, նույնիսկ գտնվելով տանը, ամեն օր մոտենում ենք մեր մեծ հաղթանակին։ Պարոն Կարապետյան, ես անկեղծ ասած ուզում եմ պատկերացնեմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը անընդհատ ինչ-որ ստեր է ասում, մարդկանց որոշ շրջանակների կարող է թվալ, թե դա հնարավոր է։ Օրինակ, ես չեմ պատկերացնում, Forbes-ի տվյալներով 4.1 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ բիզնեսմենին, որ ամբողջ աշխարհում հայտնի գործարար է, ինչպես կարող է ինչ-որ մի Փաշինյան բոմժացնել։ Սա ինչու եմ ասում, որովհետև գիտեք, գնում է հանրահավաքներ է անում, հանդիպումներում սկսում է ավան անել, տաշիրի սամով բոմժացնելու եմ, մյուսին սատկացնելու եմ, բանտն եմ լցնելու։ Ես ուզում եմ դա ֆիզիկապես, այսպես պատկերացնել, օրինակ ո՞նց է դա անելու։ Դուք վստահ եք, ոչ մի ձևով չի կարողանալու անել, ինքը համեմատում է իր հետ, քանի որ ինքը այդ կարգավիճակով արդեն 8 տարի Հայաստան է ղեկավարում, իրեն թվում է մարդիկ պետք է անպայման գնան այդ կարգավիճակին, որ դառնան Հայաստանի ղեկավար։ Ինքը իր զառանցանքների մեջ է։ Այդ մարդը կորցրել է իրականությունը, իրեն թվում է ինքը 18 թվականին է դեռ, չի պատկերացնում, որ արդեն իր գնացքը շարժվել է, մնում է իրեն տեղավորենք այդ գնացքի մեջ։ Բայց իր ընտրողներին դա դուր է գալիս այդ լեքսիկոն, օրինակ կամ հավատում են, որ դա առհասարակ հնարավոր է, ասենք ինչ պետք է մյուս տեխնացուներն էլ, նույն լեքսիկոնով խոսեն, սատկացնենք, սպանենք, չգիտեմ, մյուս բառեր չկրկնեմ։ Բացատրեմ, ինքը արդեն չի կարողանում ավելացնել իր ռեյտինգը, ինքը դա հասկանում է։ Դրանով ինքը փորձում է մոբիլիզացնել իր ընտրողներին, գոնե այն ընտրողներին, ովքեր պատրաստ են իրեն ընտրեն, բայց տարբեր պատճառներով դեռ չեն որոշել գնալ ընտրատարածք։ Եվ ինձ թվում է իրեն դա հաջողում է այդպիսի քայլերով մոբիլիզացնել իր ընտրողներին, բայց քանի որ այդ ընտրողների քանակը քիչ է, դա իրեն ոչ մի հաջողություն չի բերելու։ Պարոն Կարապետյան, ուզում եմ մի քիչ հետ գնալ։ Ինչ եղավ, որ դուք որոշեցիք գալ եւ ձեր աջակցությունը հայտնել եկեղեցուն եւ ինչ էր այդ ժամանակ նշանակում մեր ձևով կաջակցենք եկեղեցուն։ Դուք գիտեք, որ տարիներ շարունակ ես միշտ եղել եմ մեր եկեղեցու կողքին։ Եվ ես չէի կարող անտարբեր լինել, երբ Փաշինյանը իր խմբակետ հարձակվեցին մեր եկեղեցու վրա։ Դրա համար ես որոշում կայացրեցի սկզբից նախազգուշացնել Փաշինյանին, որ եթե քաղաքական ուժերը չկարողանան կանգնեցնել իրեն, մենք մեր ձևով մասնակցելու ենք այդ պրոցեսին, այդ կանգնեցնելու պրոցեսին, բայց դա բացարձակ կապ չուներ, ինչպես իրենք հետագայում բնութագրեցին, բռնի իշխանություն զավթելու հետ կամ ինչ-որ այլ արարքների հետ, որոնք իրենք փորձում են ապօրինի մեղադրեն ինձ։ Մեր ձևովը ընդհանրապես դա խոսույթ էր, որ մենք մեր ձևով, հիմա մենք այդ մեր ձևովի պրոցեսի մեջ ենք։ Սկզբից ես հայտարարեցի մեր ձևով շարժում, որ նորից հիշեցնեմ իրեն, փորձի ուշքի գա, բայց քանի որ ես հասկացա, որ այս մարդը ուշքի գալու
ընդհանրապես ընդունակություն չունի։ Ծրագիր է ինչպես կանգնեցնի, ծրագիր է իրագործում։ Բայց դա հետագայում չէ մենք հասկացանք։ Սկզբից թվում էր մարտը որոշել է ինչ որ ազդեցություն ունենալ եկեղեցու վրա, քանի որ մեր եկեղեցու ռեյտինգը շատ բարձր է։ Ես էի այդպես մտածում։ Փորձում է վերցնել եկեղեցին իր տրամադրության տակ, բայց հետագայում մենք բոլորս տեսանք, որ նա իրականացնում է ադրբեջանական ծրագիր, Փաշազադեի ծրագիրը, իրեն պետք է անպայման փոփոխություն կատարել մեր եկեղեցու կառուցվածքի մեջ, բայց դա իրեն չհաջողվեց եւ վստահեցնում եմ չի հաջողվելու։ Պարոն Կարապետյան, ձեր նկատմամբ ինքը արդեն դարձավ ավելի զգուշավոր, երբ որ դուք 44-օրյա պատերազմից հետո հայտարարություն արեցիք այդ պահից, հա, դուք որովհետև դատապարտեցիք եւ պահանջ ներկայացրեցիք, չէ, հայտարարություն արեցիք այդ կապակցությամբ։ Ես հայտարարություն արեցի, քանի որ ես համոզված էի, այդ պատերազմը պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Չէր կարող Արցախի բանակը այդքան հեշտությամբ պարտվել եւ չէր կարող Հայաստանի ղեկավարը այդքան արագ ստորագրեր այդ փաստաթուղթը։ Դրա համար այն ժամանակ ես նորից արեցի հայտարարություն, որ ինքը պետք է հեռանա, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը աշխարհի ամենամեծամիտ մարդն է, ոչ մի բան չի հասկանում, մեծամտորեն ինքը չլսեց իմ հորդորը եւ իմ նման մարդկանց հորդորը։ Եթե ինքը այն ժամանակ հեռանար, ես վստահ եմ, մենք հիմա կունենայինք հայկական Արցախ։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ խոսենք նաև այն մասին, իդեպ Պաշտպանության նախկին նախարար Փաշինյանի հետ աշխատած Դավիթ Տոնոյանը այս օրերին հաստատել էր, թե որքան աջակցություն եք ցուցաբերել դուք պատերազմի ժամանակ եւ Նարեկը Կարապետյան ասել էր, որ որևէ մեկը բանակին հայ բիզնեսմեններից, հա, այդքան աջակցություն չի ցուցաբերել, ինչպես դուք։ Բայց ես հատկապես ուզում եմ խոսել այն մասին, որ դուք փորձել եք կանգնեցնել պատերազմը։ Խնդրում եմ սրա մասին պատմեք, հա, որովհետև դուք լավատեղյակ եք ինչ է կատարվում։ Ձեր կառուցած հիվանդանոցում էին այդ արյունաքամ տղաները վիրահատվում, այդ վիրահատարաններում չեք խոսել շատ դրա մասին, քչերը գիտեն։ Բայց դուք ինչպես եք փորձել կանգնեցնել, ինչ է տեղի ունեցել, ինչ են ձեզ պատասխանել։ Դա գաղտնիք է, դրա մասին շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը եւ ես ոչ թե փորձել եմ կանգնեցնեմ, ամեն ինչ եմ արել դրա համար, որ կանգնեցնեմ։ Եվ ինձ թվում է այդ ճանապարհին ինչ որ բաներ ինձ հաջողվել է։ Բայց ես չէի ուզենա դրա մասին խոսել, եթե Նիկոլ Փաշինյանը կցանկանա, ինքը կարող է դա մեկնաբանել, բայց դա մեր առանձին խոսակցությունն է եղել, ես չէի ուզենա դրա մասին բարձրաձայնել։ Իսկ ինչ վերաբերվում է 44 օրյա պատերազմին, ես կարող եմ մեկ բան ասել. ցանկացած խնդրանք, ցանկացած հարց, որը բարձրացվել է այն ժամանակվա մեր զինվորականների կողմից, մենք անմիջապես արձագանքել ենք եւ ամենամեծ մասնակցությունն ենք ունեցել։ Հիմա որ այս մարդիկ հայտարարում են, թե իմ հայտարարությունը հավասարության նշան է դրել, իրենք նույնիսկ պատկերացում չունեն, որ դրանով մենք կարող ենք կանգնեցնել պատերազմը եւ ունենալ հայկական Արցախ։ Քանի որ ես ավելի շատ տեղյակ էի այդ ժամանակվա իրականությունների մասին, իրենք որ խաբում էին մեր ժողովրդին, ամեն օր հայտարարում էին, որ հաղթում ենք, արդեն Բաքվի կենտրոնում ենք, բայց ես գիտեի իրականությունը եւ ես փորձեցի իրենց հասկացնել, որ միակ ճանապարհը սա է։ Նորից եմ ասում, այս մարդիկ լսելու ընտունակություն չունեն, հասկանալու ընտունակություն չունեն, սրանք գնում են մի ճանապարհով, որը վտանգավոր է մեր երկրի եւ մեր ժողովրդի համար, ինչ հնարավոր է հայաթափեն։
իրենք իրականացրեցին դա Արցախում, հիմա մենք բոլորս տեսնում ենք, որ շատ հաստատուն քայլեր են անում, որպեսզի տարբեր հայկական շրջաներում, առավել ևս Սյունիքում իրականացնեն Ալիևի հաջորդ պլանները։ Նորից հիշեցնում եմ մարդկանց, մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք, եթե մենք հունիսի 7-ին չկանգնեցնենք այս վտանգավոր իշխանությանը, մենք կունենանք 300,000 ադրբեջանցիներ Հայաստանում, ինչքան էլ իրենք փորձեն դա ներկայացնեն, որ մենք նախընտրական ինչ-որ խոսույթ ենք ձևավորել, բայց չեն կարող բացատրել մեր ժողովրդին, ինչու է ամեն օր Ալիևը դրա մասին խոսում, ինչու են Ալիևի օգնականները դրա մասին խոսում, ինչու է Փաշազադեն արդեն պլանավորում Հայաստանում իրենց մսկիթների Երևանի Ղազիաթը կառուցումը, ինչու են իրենք հունիսի 16-ին, 17-ին մեծ ֆորում, փառատոն կազմակերպել Մեղրիից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա Օրդուբադում, դրա բացատրությունը իրենք չունեն։ Իրենք միայն փորձում են ամեն ինչ անեն, հունիսի 7-ին վերընտրվեն, չհասկանալով, որ հայ ժողովուրդը այս անգամ իրեն չի ներելու։ Եթե ինչ-որ տեղ կարողացան հայ ժողովրդին խաբեցին Արցախի կորստի պատճառների մասին, բայց իրենք ոչ մի ձևի չեն կարողանալու հայ ժողովրդին բացատրեն, ինչի համար բացեցին Սյունիքի դարպասները եւ ինչ մենք ստացանք դրանից։ Մենք բացարձակ ցանկություն չունենք Ադրբեջանը միացնենք Թուրքիայի հետ։ Դա ինչ է մեզ տալիս։ Բացի այն մեծ խնդիրներից, ինչը որ հետևելու է այդ քայլերից հետո։ Պարոն Կարապետյան, Վլադիմիր Պուտինը մինչև Շուշիի հանձնումն էր փորձել կանգնեցնել պատերազմը մի քանի անգամ, այդ մասին նա հայտարարեց։ Դուք գոնե ժամկետների առումով կարող եք ասել, ինչն էր դեռ մեր տիրապետության տակ, ինչն էինք կորցրել, ինչը չէինք կորցրել, ժամկետների առումով։ Ես ուզում եմ հասկանալ գոնե ինչը կարող էինք փրկել, եթե ձեզ լսեր թեկուզ։ Եթե ինձ լսեր, Այո։ մենք կորցնենք, եթե առաջի անգամ ինձ լսեր։ Այսինքն մի քանի անգամ։ Մի քանի անգամ է եղել։ Մենք կորցնենք ընդամենը 3 շրջան, պատերազմը կանգներ Ֆիզուլիում, բայց ինքը մեծամտաբար համարում էր, որ մենք հաղթում ենք։ Ինչի համար պետք է կանգնեցնենք, եթե մենք հաղթում ենք։ Եթե ինքը ինձ լսեր, հաստատ մենք չէինք կորցնի Շուշին։ Այսինքն, ես նորից եմ ասում, չեմ ուզում մանրամասներին անդրադառնամ, բայց ես գտնում եմ, սկզբից ինքը շատ մեծամիտ ձևով իրեն պահեց, միգուցե իրեն էլ են խաբել ու հավատացրել, որ մենք իրոք հաղթում ենք, բայց հետագայում արդեն գնաց ամբողջությամբ սխալ ճանապարհով։ Չեմ կարծում, որ իրեն խաբել էին, ինքը իրեն պատկերացնում էր գլխավոր հրամանատար, նույնիսկ հարբած եթեր էր մտել, որ կասկածող կա, որ ես եմ գլխավոր հրամանատարը, Արարատ Միրզյանն էլ գրել էր Facebook-ում, չշշկռեք, գլխավոր հրամանատարն է։ Այնուամենայնիվ ամենակարևորը մենք այդքան զոհեր չէինք ունենա, եթե լսեր, հիվանդանոցի մասին եմ ուզում խոսել, այն ժամանակ անկեղծորեն նույնիսկ երազել կարելի էր, որ Հայաստանում այդպիսի հիվանդանոց կառուցվեր, ընդ որում եւ նաեւ բունկերներում կային վիրահատարաններ եւ հարյուրավոր երիտասարդների կյանք փրկվեց ըստ էության, բայց հազվադեպ մի քանի գործարարներ կայք, որ Արցախում Հայաստանից կամ այլ երկրից, որ Արցախում ներդրումներ էի կանում, չեք մտահոգվում, որ մի օր կարող է այսպիսի բան տեղի ունենալ, չի ցավում, որ օրինակ այնտեղ եք կառուցել ոչ թե այստեղ կամ ինչ-որ ափսոսանք։ Այն ժամանակ ինձ մի աշխարհում չկար հայ, ում ֆանտազիան կերիկ էր, որ
մենք կարող ենք կորցնել Արցախը։ Ես պատկերացում ունեի, որ մեզ դժվար կլինի պահել այդ 7 շրջանները, բայց ես միշտ վստահ էի, որ Արցախը միշտ լինելու է հայկական։ Եվ ինչ քայլեր ես արել եմ Արցախում, արել եմ արցախահայության համար, որ արցախահայերը բարեկեցիկ կյանքով ապրեն Արցախում։ Դա ես համարում եմ ճիշտ քայլեր էր, դա հնարավորություն էր տալիս, որ մեր արցախահայությունը չհեռանա Արցախից։ Եվ ես հույսով եմ, որ այդ հիվանդանոցը ապագայում նույնպես կծառայի հայ ժողովրդին, Արցախի հայ ժողովրդին։ Երեք լսում էի Ալեն Սիմոնյանը հանրայինի եթերում խոստովանեց, որ Գորիս-Կապան ճանապարհը իրենց պահանջով է տրվել Ադրբեջանին։ Այսինքն միայն պատերազմի կորուստը չէր, պատերազմի ընթացքում ունեցած կորուստը, պատերազմից հետո, նույնիսկ ավարտվելուց հետո, մենք անընդհատ կորուստ էինք ունենում։ Գորիս-Կապանը, Տավուշից տարածքներ, Հայաստանից այլ հատվածներից տարածքներ, ադրբեջանական զորքն է այստեղ, այսինքն շարունակվում է։ Նայեք, երբ որ պարտվում եք պատերազմը եւ ստորագրում եք կապիտուլյացիոն փաստաթղթեր, արդեն դուք այդ վախերի մեջ իրականացնում եք բոլոր այն ծրագրերը, որոնք թելադրվում են։ Եթե դուք հիշում եք, մենք նույնիսկ պատերազմով չենք պարտվել Լաչինի շրջանը, չենք պարտվել Քելբաջարի շրջանը, հանձնվել է ձեր նշած ճանապարհը։ Նույն արդյունքում հանձնվել են Ջերմուկին հարակից հողերը եւ այդպես շարունակ։ Եվ այդպես շարունակվելու է, եթե մենք չկանգնեցնենք այս ամենը, չփոխենք բանակցողին, չփոխենք Հայաստանի ղեկավարին, քանի որ մարդը, ով 3 անգամ պարտվել է, ինքը չի կարող իրականացնել Հայաստանի շահերից բխող ոչ մի քաղաքականություն։ Ամենաշատը կարող է այդ պահին վազել թմբուկ նվագել, որպեսզի ես վստահ եմ զսպի իր ներքին ցասումները, որ ինքը չի ուզում, բայց ստիպված է անել։ 44 օրյա պատերազմից հետո փնտրում էին ինչ էին գտնում, բունկերում էր թաքնվել։ Դրա համար եմ ասում, այս մարդը իր վախերի մեջ ամեն ինչի ընդունակ է։ Ինքը վախենում է աթոռը կորցնել։ Ինքը ես չեմ հավատում, որ ցանկանում է աշխատել Հայաստանի ղեկավար, բայց շատ է վախենում աթոռը կորցնել։ Դրա համար մենք իրեն օգնելու ենք, հունիսի 7-ին մեր ժողովուրդը իրեն օգնելու է, որ ինքը ազատվի իր վախերից։ Պարոն Կարապետյան, ես սովորաբար հարցազրույցների ժամանակ հեռախոսը բաց եմ պահում այն իմաստով, որ լրահոսին հետևեմ, որտեղ անընդհատ ինչ-որ բան է փոխվում։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է։ Ըստ քննչական կոմիտեի բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք։ Հետապնդումները շարունակվում են, ինչպես եւ սպասվում էր, դեռ բռնելու են ըստ մոլդովական սցենարի ամեն ինչ անելու են, չի բացառվում Նարեկ Կարապետյանին տանեն, շատերին։ Դա նորից Փաշինյանի վախերի արդյունքն է, օրինակ նույն Ալիկ Ալեքսանյանը բացարձակ կապ չունի ոչ մի մարդկանց հետ, դուք տեսնում եք, ինքը մեր կարևոր գործընկերն է եւ ամեն օր մասնակցում է մեր հանրահավաքներին եւ միգուցե նույնիսկ ղեկավարում է այդ հանրահավաքները։ Դրա համար իրենք շատ անհանգստացած են Ալիկ Ալեքսանյանի բարձրացող ռեյտինգից եւ անցան արդեն մեր կուսակցության ավելի մեծ ղեկավարներին ձերբակալելու։ Բայց ոչինչ, շատ քիչ ժամանակ է մնացել, իրենք բոլորը
այդ անողները իրենց արածների համար շատ կփոշմանեն, քանի որ չի կարելի ամեն օր զբաղվել ապօրինություններով։ Ամեն ինչին չափ կա։ Եթե դու անցնում ես չափը, դու պետք է պատրաստ լինես պատասխան տալու, եւ բոլոր ապօրինություն անողները պատասխան են տալու։ Ոչ մի ասում լավ բան, լավություն անպատասխան չի մնում, ընդ որում Ալեք Ալեքսանյանը իմ քայլին նույնիսկ աջակցել էր, չէ, հիմնադրամին ժամանակին գումարով աջակցություն էր ցուցաբերել։ Ոչ մի բան չի կանգնեցնում Փաշինյանից, էլի, երբ պետք է օգտվում են բարիքից, բարությունից, հետո հետապնդում։ Բայց ինչ եք անելու, եթե օրինակ մոլդովական սցենարը դա է ենթադրում, պարոն Կարապետյան, շատ լավ գիտեք։ Սկզբում ասում են լրտեսական ցանց է գործում, գործակալներ են, հետո սկսում են շինծու կամ այսպես ասած դրսում ստեղծված ինչ-որ մեդիա հարթակներով հոդվածներ պատվիրել, հետո սկսում են արդեն հետապնդումները, կալանավորել, ուժեղ անդամներին, կուսակիցներին ձերբակալել, հետո կարող է հասնի բանը նրան, որ օրինակ արգելեն ձեզ եւ մի քանի կուսակցությունների դաշինքների մասնակցել ընտրություններին։ Սցենարը սա է լինելու։ Մոլդովական սցենար բա ինչի էին խնդրել։ Ու ինչ են ստանում դրանով։ Ինչ են ստանում են Նիկոլ Փաշինյան կարակալած մի բան, այդպես կոկտեյլ։ Դե կարող ենք մենք ստանալ Նիկոլ Փաշինյան կալաս Մայա Սանդու, սենց ինչ որ մի հատ կոկտեյլ է դառնում էլ իրենց ամեն ինչ իրեն կարող են ստանալ, բայց հաստատ հայ ժողովուրդը իրեն չի ներելու դա։ Ես վստահ եմ դրանում։ Դա շատ վտանգավոր քայլ է իրենց համար, եւ ես վստահ եմ ինքը չի գնալու այդպիսի արկածախնդրության։ Ինչ կանել ցանկություն ունի, ինչ կանել կալասը ցանկություն ունի, ինչ կանել ավելի բարձր պաշտոնյաներ եվրոպական ցանկություն ունեն, դա շատ վտանգավոր է լինում։ Դա հնարավոր է, եթե դու չունես ավելի ուժեղ հաղթող կուսակցություն քո դեմ։ Մոլդովայի սցենարը հնարավոր եղավ երկու փոքր կուսակցության դեպքում։ Հայաստանում արդեն կան ուժեղ կուսակցություններ, ովքեր անպայման պայքարեն ապօրինությունների դեմ եւ վստահ եղեք կհաղթեն, ինչ կանել իրենք ցանկանան դա անեն, վերջը որոշողը հայ ժողովուրդն է, իսկ հայ ժողովրդին հասցրել են այնպիսի վիճակի, այնպիսի աղքատության, որ իրենք չեն կարողանալու բացատրեն հայ ժողովրդին, ինչի համար իրենք պետք է մնան այդքան քիչ համախոհներով։ Հիմա ամեն ինչ շատ է փոխվել։ Իրենք ունեն շատ քիչ համախոհներ։ Ես հասկանում եմ, այս մարդը ամեն ինչի գնում է, բայց գնում է, ես վստահ եմ, մեզ վախեցնելու համար, մեզ կանգնեցնելու համար, բայց ամեն օր իրենք համոզվում են, որ ոչ ոք իրենցից չի վախենում, որ Ալիկ Ալեքսանյանը իրենցից չի վախենում, ինքը հաստատ, եթե իրեն կալանավորեն, նույնիսկ կալանավայրից ավելի է պայքարելու, մենք այդպիսի օրինակներ շատ ունենք, արդեն մոտ 30-35 մարդ կալանավայրերում են, և ոչ ոք չի կանգնեցրել իր պայքարը, քանի որ բոլորը հասկանում են, որ սա իրենց հայրենիքի համար է, իրենց ինքնության համար է, իրենց եկեղեցու համար է, և վստահ եղեք, մեկ վայրկյան չեն կանգնեցնելու, իրենք կարող են ձերբակալել շատերին, բայց պատասխան են տալու ամեն ինչի համար։ Պարոն Կարապետյան, եթե այսպես քաղաքացին ուղղակի ձեզ հարցնի, ինչի եկաք, ինչու որոշեցիք գալ անել, ինչ եք պատասխանելու, որովհետև մյուս կողմից ամեն ինչով ապահոված, այսպես ասած, ձեր անդարդ գլուխը բերեցիք ցավի մեջ դրեցիք, կալանքի մեջ, անմարդկային պայմաններում, հա, ինչի եկաք, ինչ եք պատասխանելու։ Այս սրա համար եկա։
եկա կանգնեցնելու այս ապօրինությունները, եկա կանգնեցնելու Ալիևի ու Փաշինյանի պլանները, այն պլանները, որ բերեն լցնեն Հայաստանը ադրբեջանցիներով, եկա, որ հայ ժողովրդի ձեռքը բռնեմ, բարձրացնեմ վերև, և դա անելու եմ, ոչ ոք թող դրա մեջ չկասկածի, մենք դա անելու ենք։ Պարոն Կարապետյան, իշխանությունները այսպիսի ներսում, ուժային կառույցների ներսում բամբասանքներ են տարածում, որ եթե հանկարծ ԿՊ-ին ձայն չտակ, ընդդիմությունը գալու է, բոլորիդ ազատելու է աշխատանքից, ատեստացիաներից զրկելու է, այդ պարգևավճարներից զրկելու է, աշխատավարձերը կրճատելու է, այս ուրախ չաղ ու բախտավոր կյանքը, որ Նիկոլը բերել է, էլ չի լինելու։ Նույնը տեղի է ունենում նաև պետական կառավարման համակարգում։ Մարդկանց վախեցնում են, որ եթե Սամվել Կարապետյանը դարձավ վարչապետ, այսինքն ուժեղ Հայաստանի համակիրներին առաջնահերթություն է տրվելու, բոլորը կրճատման տակ է քնքնելու, վենդետաներ են լինելու, հետապնդումներ են լինելու, մարդիկ սրանից էլ են վախենում։ Մենք թույլ չենք տալու այն սխալները, ինչը թույլ տվեց այս իշխանությունը, մեզ համար չի լինելու ԿՊԱ-կան ուժեղ Հայաստանի համախոհներ, մենք լինելու ենք բոլոր հայերի համար իշխանություն, բոլոր հայերին բարեկեցություն բերող իշխանություն, ոչ ոք թող չանհանգստանա, ովքեր բարեխիղճ կատարում են իրենց աշխատանքը, իրենք ավելի լավ են գնահատվելու, իրենք ավելի լավ երկրում են ապրելու, նույն ուժային կառույցների այն աշխատողները, ովքեր բացեի բաց ապօրինություններ չեն կատարում, իրենք էլ ավելի լավ աշխատանք են ունենալու, բացարձակ կապ չունի, մարդկանց խաբել են, մարդկանց մոլորեցրել են, մենք դա հասկանում ենք, բայց իրենք էլ պետք է դա հասկանան, իրենք էլ պետք է հիշեն հունիսի 7-ի մասին, դա այն օրն է, որ մենք կանգնեցնելու ենք այս իշխանության ապօրինությունները, այս իշխանության թալանը, այս իշխանության մեր ժողովրդին նվաստացնելը, դա շատ կարևոր օր է հայ ազգի և հայ ժողովրդի համար, դրա համար ես ուզում եմ կոչ անեմ բոլոր անհանգստացողներին, որ ոչ ոք չանհանգստանա, չլսեն ԿՊԱ-կան նարատիվները, այդ փոքրիկ խմբակը ամեն օր բոլորին վախեցնում է, վախենալու խնդիր չկա, մենք լինելու ենք բոլորի իշխանությունը, ամբողջ հայ ժողովրդի իշխանությունը։ Պարոն Կարապետյան, բոլորիս ամենահուզող հարցերից մեկը այս մեր ներքին համերաշխությունը, որ խախտվել է, բևեռացված հասարակություն, ընտանիքներում տարաձայնություններ, նույնիսկ թշնամանք, բոլորիս հավատացեք առաջնահերթ դա է հուզում, մենք ուզում ենք նույնիսկ վերադառնալ այն բնականոն կյանքին, երբ որ մարդիկ կարողանում էին առողջ հարաբերվել, միասին ուրախանալ, մարդիկ ընտանիքներում միմյանց հետ չեն խոսում, դուք դա ինչպես եք վերականգնելու, այդ համերաշխությունը, ինչպես եք վերացնելու այս բևեռացվածությունը։ Շատ արագ ենք վերականգնելու վստահությունը առաջերտին իշխանության նկատմամբ, որ բոլորը պետք է վստահեն իշխանությանը, իսկ իշխանությունը անելու է ամեն ինչ համախմբելու իր ժողովրդին, քանի որ այս պառակտման ժամանակ մենք չենք կարող ապահովել մեր երկրի զարգացումը, իսկ մեր գալու գլխավոր նպատակը մեր երկրի զարգացումն է, մենք չենք գալու ինչ-որ հարցեր լուծենք, ինչ-որ Ալիևի պայմաններով հարցեր լուծենք Ադրբեջանի համար, մենք գալիս ենք, զարգացնենք մեր երկիրը, ապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը
եւ վստահ եղեք, մենք շատ կարճ ժամանակում կհասնենք դրան, քանի որ մենք գիտենք Փաշինյանի ու Ալիևի նարատիվները, որը մցրած է Հայաստանի հասարակության մեջ, նույնիսկ դա թշնամական նարատիվներ են։ Այդ հարցում Որպեսզի բևեռացնեն, այո։ Այդ հարցում դուք եք մեզ օգնելու, մեր լրագրողներն են մեզ օգնելու, մեր հայրենասեր լրագրողներն են մեզ օգնելու, քանի որ շատ բան կախված է լինելու ձեր մեկնաբանություններից։ Նորից պետք է մարդիկ լսեն, հասկանան, որ մեր համախմբումն է ապահովելու մեր ապագան։ Միայն միավորված ժողովուրդը կարող է կառուցել ուժեղ պետություն, ուժեղ Հայաստան։ Մենք դրան հասնելու ենք շատ արագ։ Պարոն Կարապետյան, նաև որոշակի վախեր ունեն բիզնեսմենները, գիտեք, հա, նախ բիզնեսմենները որպես կանոն իշխանափոխություններից են վախենում, հա, ցնցումներից, Հայաստանում առավել ևս, օրինակ, մտածում են հատկապես, որ ահա բիզնեսմեն է գալիս իշխանության եւ կարող է օրինակ, ասենք, յուրայինների նկատմամբ լավ վերաբերվել, իրենց նկատմամբ խնդիրներ առաջացնել։ Սա հասկանալի է, ես բազմիցս լսել եմ, բազմիցս հայտարարել եք, որ փոքր բիզնեսը ազատվելու է հարկերից, հա, նախ դա էլ կճշտենք հատկապես փոքր բիզնես ինչ է նկատի ունեք, եւ միջին եւ խոշոր բիզնեսի մասին։ Նրանց մտահոգությունները ներկայացրեցի, ասում են կգա յուրային կանի, կասի սա մերոնքական է, սա մերոնքական չի, խնդիրներ կստեղծի։ Ես վստահեցնում եմ, մենք չունենք յուրային բիզնեսմեններ։ Բոլոր բիզնեսմենները լինելու են մեր գործընկերները, մեր պետության գործընկերները։ Պետությունը կանգնելու է բիզնեսմենների կողքին, իսկ բիզնեսմենները լինելու են սոցիալական ուղղությամբ, որպեսզի օգնենք մեր ժողովրդին, հաղթահարենք աղքատությունը, հաղթահարենք մեր ժողովրդի վախերը։ Բիզնեսմենները ինձ լավ ճանաչում են, իրենք շատ լավ գիտեն, որ ես ոչ մի բանի կարիք չունեմ։ Ինձ պետք է բիզնեսմենների հնարավորությունները, բիզնեսմենների ուժը, որպեսզի մենք 300,000 աշխատատեղ ստեղծենք մեր երկրում։ Ինձ ուրիշ ոչ մի բան չի հետաքրքրում բիզնեսմեններից։ Մենք չենք լինելու կառավարություն, ում աչքը առավոտի ծիրիկում բիզնեսմենների գրպանների վրա է, ովքեր հարյուրավոր, հազարավոր քրեական գործեր հարուցելով բիզնեսմենների եւ նրանց ընտանիքների վրա, տերորի տակ քերում են մեր բիզնեսմեններին, տարբեր ձևերով։ Դրա համար բոլոր բիզնեսմենները թող վստահ լինեն, ես շատ լավ հասկանում եմ ցանկացած բիզնեսմենի վախերը, բայց մեր դեպքում իրենք պետք է վստահ լինեն, որ մենք միայն աջակցելու ենք իրենց։ Իհարկե, եթե իրենք աշխատում են օրենքի սահմաններում։ Իրենք ոչ մի խնդիր չեն ունենալու։ Իրենց միակ խնդիրը լինելու է զարգացնեն իրենց բիզնեսները, ապահովեն մեր ժողովրդին աշխատատեղերով, արժանապատիվ աշխատավարձերով։ Սա է լինելու մեր բիզնեսմենի գլխավոր խնդիրը։ Իրենք շատ քիչ են առնչվելու պետական խնդիրների հետ։ Այս բյուրոկրատիան, որ ստեղծել է այս իշխանությունը, ամենաշատ վնաս տալիս է բիզնեսմեներին, բայց ես գիտեմ, մեր բիզնեսմենները հիմա շատ վախեցած են, չեն կարողանում արտահայտվել, բայց բոլորը ներքուստ հասկանում են բոլոր վտանգները, որ ցանկացած պահին իրենց ապօրինություններով կարող են բերել իրենց ընտանիքների գլխին։ Պարոն Կարապետյան, երբ որ ասում եք փոքր բիզնեսը ազատվելու է, դուք ում նկատի ունեք, օրինակ ասենք փողոցային այդ առևտրականներին, չգիտեմ, վարսավիրներին կամ բաներին, ուզում եմ հասկանալ, որ շերտին նկատի ունեք կամ որ հատվածի նկատի ունեք, հա։ Մենք նկատի ունենք բոլորին, ում շրջանառությունը համապատասխանում է փոքր բիզնեսի մակարդակին,
դա կապ չի ունենալու, մենք չենք բաժանելու Վարշավիրին ազատում են, գյուղատնտեսությամբ զբաղվողին չենք ազատում։ Բոլորը ազատվելու են, բոլորը հնարավորություն են ունենալու զարգացնեն իրենց բիզնեսները։ Այսինքն շեմ է սահմանվելու։ Շեմը հիմա կա, պետական շեմ կա, ովքեր են համարվում փոքր բիզնեսմեններ, այդ շեմի վրա դա տարածվելու է բոլոր բնակավարներին։ Եվ դա ստեղծելու է շատ մեծ քանակի նոր աշխատատեղեր։ Մարդիկ չեն վախենալու ստուգողներից։ Հիմա կարող եմ ասել, այդ բիզնեսմենները առավոտից երեկո զբաղված են իրենց ստուգումներով։ Ոչ մեկի գլուխը չի ազատվում, որ զբաղվի իր բիզնեսով։ Դրա կարիքը չկա, մոտ 70,000 այդպիսի փոքր ընկերություններ հանգիստ աշխատելու են, ոչ մեկի երեսը չեն տեսնելու, իրենք աշխատելու են, զարգացնելու են իրենց բիզնեսները և մենք ամեն ձև խրախուսելու ենք իրենց, որ ստեղծեն ընտանեկան բիզնեսներ, որովհետև ամբողջ աշխարհում կան շատ օրինակներ, որ երկրները հիմնվելով փոքր և միջին բիզնեսների վրա զարգացրել են իրենց երկիրը։ Կարող եմ բերել Շվեյցարիայի օրինակը, որտեղ փոքր և միջին բիզնեսը մոտավորապես 80%-ն է կազմում բյուջեի եկամուտների։ Դա միակ ճանապարհն է ստեղծել աշխատատեղեր շրջաներում, գյուղերում։ Դուք տեսնում եք ինչ է կատարվում։ Ամբողջ Հայաստանում հողերը չեն մշակվում։ Դե որտեվ անշնորհակալ բան է ստացվում, աշխատանք է ստացվում։ Բոլոր առումներով տուժում է գյուղացին։ Վերավաճառողը շահում է, օրինակ գյուղացին ոչ։ Վարկեր վերցնում են, մնում են այդ վարկերի տակ։ Մենք ամեն ինչով խրախուսելու ենք, որ մարդիկ ստեղծեն իրենց բիզնեսները և կարողանան զարգացնել։ Բայց հենց ձևավորվեցին արդեն միջին և խոշոր բիզնեսները, փոքր բիզնեսներից, իրենք իհարկե անցնելու են հարկային ռեժիմի տակ։ Պարոն Կարապետյան, նախ կուզեի դուք կիսվեիք ձեր բիզնեսում ձեր հաջողությունների գաղտնիքով։ Ինչու է սա կարևոր հատկապես, դուք առիթ ունեցել եք խոսելու, որ լավ բիզնեսմենը կարող է լինել լավ ղեկավար, երկրի ղեկավար։ Մի քիչ տարբեր է իհարկե, որովհետև բիզնեսմենը առաջնահերթորեն պատասխանատվություն է կրում իր բաժնետերերի, իր հաճախորդների, իր աշխատակիցների նկատմամբ, իսկ երկրի ղեկավարը առաջնահերթորեն հանրության հասարակության առաջ։ Բայց կուզեի հասկանալ, որն եք համարում ձեր հաջողության գաղտնիքը և փորձենք տրանսֆորմացնել երկրի վրա, երկրի պատասխանատվության պայմաններում։ Ամեն ինչի հաջողության գաղտնիքը ճիշտ առաջնորդությունն է։ Դա բացարձակ կարևոր չի, դու ինչն ես առաջնորդում ճիշտ։ Նույն հաջողակ բիզնեսմենը վստահ եղեք հանգիստ կարող է առաջնորդել պետությունը։ Սկզբունքը միևնույն է, նույնն է։ Կամ դու ունես այդ հատկանիշները, կամ դու չունես այդ հատկանիշները։ Մենք հաջողակ բիզնեսմենի մասին ենք խոսում։ Կներեք Լի Կուան Յուն էլ է եղել, իհարկե ինքը դասական իմաստով բիզնեսմեն չէր, բայց Սինգապուրի ղեկավարը երջանկահիշատակ, բայց նա էլ էր բիզնեսից, այսպես ասել, անցել կառավարում։ Ես վստահեցնում եմ ձեզ, բոլոր այն ղեկավարները, ովքեր ճիշտ են կառավարել պետությունը, բերել են հաջողություն իրենց երկրին, բոլորը կապ են ունեցել բիզնեսների հետ։ Դա անհնար է, եթե դու տնտեսագետ չես կարող զարգացնել տնտեսություն։ Ինչ կանել խելոք մտքեր արտահայտես, ինչ կանել տեսականորեն դու ինչ-որ բան կարտաս, հասկանաս, դու չես կարող իրականացնել դա։ Ինչը որ մենք տեսնում ենք հիմա, մարդը չի կարողանում ոչ մի բան զարգացնել։ 8 տարում բացարձակ այս մարդիկ ոչինչ չեն արել մեր տնտեսության համար։ Զարգացրել են միայն աղքատությունը մեր երկրում։ Պարտքը։ Պարտքեր են կախել մեր երկրի գլխին։
խաղամոլությունն են եռապատկել, քառապատկել, թմրամոլությունն են եռապատկել, ժողովրդի կեսին դեպրեսիայի մեջ են գցել, որպեսզի հեշտ կառավարեն։ Սա վտանգավոր է, այսպիսի խոսույթ է նույնիսկ վտանգավոր։ Եթե որևէ բիզնես հայտնված լիներ այն վիճակում, ինչ վիճակում Հայաստանը, ինչ ապագա կլիներ, ինչ վիճակում հիմա Հայաստանն է, որովհետև որևէ մեկը, երբ որ զրուցում ենք, ասում է ոչ Երանի այն վարչապետին, որը գալու է հաջորդ վարչապետին, որովհետև այսքան պարտքեր տնտեսությունը չի աշխատում, դու պիտի պարտքդ սպասարկես, դու պիտի տնտեսությունը զարգացնես, դու ինչի հաշվին, քաղաքացու գրպանի, ինչ կլիներ, եթե մի բիզնես հայտնվեր այն վիճակում, ինչ որ հիմա Հայաստանն է, բանկրոտ։ Դա այդքան էլ այդպես չի, մենք մեր երկրները ու մեր երկրներում հետխորհրդային երկրների մասին է խոսքը, այս տարիների ընթացքում մեկ կրիզիսից անցնում ենք մյուս կրիզիսին, այսպես ենք աշխատում, միշտ կրիզիսների մեջ ենք, բայց դիմանում են և զարգանում են այն ընկերությունները, ում առաջնորդները ունեն դրա հնարավորությունը, զարգացնելու հնարավորությունը, ճիշտ առաջնորդներ են, ճգնաժամից օգուտ ճգնաժամային կառավարիչներ են։ Հիմա մենք կարող ենք համարել, որ Հայաստանի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, եթե չհաշվենք արտաքին տրանսֆերները, որ գալիս է Հայաստան։ Դրանք էլ են Մի կրճատվել։ պահ, եթե տրանսֆերները չգան Հայաստան, դուք վստահ եղեք, ամբողջ երկիրը կալապսի մեջ է լինելու։ Բայց քանի որ ես ինձ համարում եմ շատ լուրջ ճգնաժամային կառավարիչ, մենք ունենալու ենք հնարավորություն այս երկիրը այս ճգնաժամից դուրս բերելու համար։ Կարող եք ասել առաջի 3 քայլերը, երբ որ վարչապետ լինեք, ինչ եք անելու։ Մարդը կոնկրետ քայլեր է ուզում։ Դա չի լինելու առաջի 3 քայլերը, դա լինելու է միանգամից բոլոր քայլերը։ Եթե մենք սկսենք քայլ-քայլ մոտենալ այս հարցին, հավատացեք, մենք այդքան ժամանակ չենք ունենալու։ Մենք միանգամից ուսումնասիրելու ենք, մոտարապես շատ բան հասկանում ենք, շատ բաներ էլ ուսումնասիրելու ենք և սկսելու ենք համընդանուր լուծումներ տալ այս ամեն ինչին։ Քանի որ շատ արագ մենք պետք է շարժվենք առաջ, մենք ժամանակ չենք ունենալու։ Եթե մենք դանդաղեցինք, մենք ավելի կխորացնենք այս կրիզիսը, քանի որ 15 միլիարդ պարտք սպասարկելը այս բյուջեի համար դարձել է շատ լուրջ պրոբլեմ։ Իրենք նախընտրական հայտարարություններ են անում, բայց իրենք հասկանում են, որ դրա դիմաց իրենք այդ գումարը չունեն։ Մենք պետք է կարողանանք արագ վերականգնենք մեր տնտեսությունը, ստեղծենք 300,000 աշխատատեղ, եթե մենք դա չենք ստեղծում, մեր տնտեսությունը ապագա չի ունենալու։ Միայն ստեղծելով այդ աշխատատեղերը, նոր ձեռնարկություններ, մենք կհասնենք նրան, որ Հայաստանի տնտեսությունը կարող է սպասարկել իր պարտքերը, Հայաստանի տնտեսությունը կարող է զարգացնել մեր երկիրը։ Բա ինչի հաշվին է, ինչի հույսին է հայտարարում, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս պլեճի կամ ծիպուլի հույսին չի, միլիարդների, տրիլիոնների երկիր է։ Այդ ոնց։ Ընդամենը օրեր առաջ Համաշխարհային բանկից էլի 170 ու քանի միլիոն եվրո պարտք կա վերցրել, վար կա վերցրել։ Ինչ Դա ընդամենը նախընտրական ոնց ենք հաղթահարելու։ Փողոցում վազվզող խելագարի հայտարարություն է։ Մենք եթե չենք զարգացնում մեր տնտեսությունը, ոչ մի պլեջ, ոչ մի եվրոպական օգնություն, ոչ մի ամերիկական օգնություն մեզ չի փրկելու։ Մենք պետք է կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը։ Ինքը այդ մարդը ոչ մի բան չի հասկանում, ինչպես չհասկացավ
զիջեց Արցախը, ինչպես չի հասկանում, որ 300,000 ադրբեջանցիներ գալու են Հայաստան, այսինքն հասկանում է, չի ուզում ընդունի։ Այնպես էլ չի հասկանում, որ խոշոր գերտերությունների հետ ոտք գցելը վտանգավոր է մեր երկրի տնտեսության համար, համենայն դեպս հաստատ տնտեսության համար։ Մենք շատ վտանգավոր քայլեր ենք անում մեր երկրի դեմ եւ մեր ժողովրդի դեմ, այսինքն այս իշխանությունն է վտանգավոր քայլեր անում։ Դրա համար պետք է համախմբվել մեկ օր շուտ ազատվել այս իշխանությունից։ Պարոն Կարապետյան, հիմա ԵԱՏՄ-ից դուրս գալ չգալու հարցն է քննարկվում։ Փաշինյանը ասում է, երբ որ մեզ հարմար կլինի, մենք այդ ժամանակ դուրս կգանք։ Ռուսաստանից կոշտ հայտարարություններ են հնչում, մինչև դեկտեմբեր ժամանակ է տվել ԵԱՏՄ նախագահների գագաթնաժողովը, ղեկավարները ԵԱՏՄ երկրների, սա ինչ է նշանակում, դուք ավելի լավ կհասկանաք այս ԵԱՏՄ ղեկավարների գուցե լեզուն, որովհետև մեկ ասում են, որ այլևս չեք կարող երկու աթոռի նստել, կողմնորոշվեք կամ գնում եք ԵՄ կամ գնում եք ԵԱՏՄ, մենք չենք նստելու, մեր բյուջեի հաշվին ձեզ լավություն անենք, գազը այդքան էժան վաճառելով, տարբեր ամենաբարձր պաշտոնյաներ հայտարարեցին։ Մյուս կողմից անեն անում ժամկետ են տվել, Փաշինյանն էլ ասում է, երբ կուզենք դուրս կգանք։ Նախ խոսենք դրա հետևանքների մասին, հետո բացատրեք սա ինչ է նշանակում, մի տեսակ ոնց որ մուկն ու կատու խաղան, հիմա նախորդին էլ ծնունդն էր Փաշինյանի, Պուտինը զանգել մի երկու ջերմ խոսք ասել, հիմա ասում է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, շնորհակալություն է հայտնել, այս ինչ մուկն ու կատու է, կներեք։ Սա մուկն ու կատու չի, Բա ինչ ասա։ Սա նույն Փաշինյանի չհասկանալու արդյունքն է։ Այդ գժի տեղ դնեմ, բան խաղամ եմ, որ ասել է։ Նորից իրեն գժի տեղ է դնում, նախընտրական գժի տեղ։ Այսինքն, ինչ է նշանակում, երբ մեր երկրի գյուղատնտեսության 80-90%-ը կախված է ԵԱՏՄ-ի շուկայից, դու ինչ կարող ես անել, որ դա վերաձևավորես, չկա այդպիսի բան, համենայն դեպս մոտակա 10-15 տարում դա անհնարին է լինելու, իսկ երբ կուզեմ դուրս կգամ, դուք վստահ եղեք, արդեն շատ վաղուց, կարող եմ ասել 20 թվականից, Հայաստանը բացարձակ չի մասնակցում Հայաստանի մասին որոշումներին, բոլոր որոշումները կայացում են առանց Հայաստանի, ինքը միայն կատարող է, ինքը ընդամենը Ալիևի մարզպետն է, հիմա եթե սառեցնեն, դա Փաշինյանի պատճառով է լինելու, նորից իր մեծամտության պատճառով է լինելու, իր չհասկանալու պատճառով է լինելու, բայց դա շատ վտանգավոր է լինելու, դրանից տուժվելու է հայ ժողովուրդը ոչ թե Փաշինյանի գրպանը, ինքը լավ հասկանում է եւ լավ կարողացել է ձևավորել իր գրպանի հարցերը, դրա համար էլ չի զգում հայ գյուղատնտեսները, հայ բիզնեսմենները ինչքան խնդիրներ են դրանից ունենալու, դրա համար սա պետք է մեկ օր շուտ կանգնեցվի, Փաշինյանը նոր մեծ փորձանքներ է բերելու հիմա մեր տնտեսության վրա եւ դա շատ դժվար է լինելու նորից վերականգնել, բայց մենք դա կվերականգնենք եւ չենք հասցնի դրան, հունիսի 7-ին իրեն արագ ճանապարհենք եւ կզբաղվենք մեր բոլոր հարցերով, մեր տնտեսության հարցերով, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հարցերով, Եվրոպական միության հետ ճիշտ հարաբերություն ձևավորելու հարցերով, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ճիշտ հարաբերություն ձևավորելու հարցերով, ինչը շահավետ կլինի մեր երկրին։ Պարոն Կարապետյան, նաև դեռ մի 2 տարի առաջ, երբ որ այդ
խաղաղության խաչմերուկ կոչված մակետներ ճոճում եւ Վրաստանում առաջին անգամ ներկայացրեց, այն ժամանակ իր փոխնախարարներից մեկը, որը մասնակցում էր, հայտարարեց, որ չի բացառվում մենք ադրբեջանական գազ, նավթ առնենք։ Ադրբեջանը չունի բավարար չափով սեփական գազ, նույնիսկ ասվոպ ճանապարհով է, գազը վաճառում, ներքին շուկայի համար վերցնում է ռուսական գազը, Եվրոպային վաճառում է այդ քիչ ադրբեջանական գազը, Եվրոպա շատ լավ գիտի դա, բայց օգտվում է, ռուսական գազից, այդպես։ Հիմա երեք դարձյալ հայտարարել է, որ մենք մեր գազատարն ենք ունենալու, գործարարներից Խաչատուր Սուքիասյանն էլ ասել է բանը, իբրև թե մեզ արդեն առաջարկում են ավելի էժան գազ, ինձ թվում է միայն Ադրբեջանը կարող է առաջարկել, այդպես չէ, այն էլ գազը քաղաքականություն չէ, նավթը քաղաքականություն չէ, ինչ պայմաններով են մեզ տալու էժան գազ։ Չկա էժան գազ։ Դա ընդամենը հերթական ստերն են։ Փաշինյանը իր ստերով կերակրում է մեր ժողովրդին, որպեսզի նորից վերընտրվի։ Չկա այդպիսի գազ, չկա այդպիսի էժան նավթ, գոյություն չունի։ Դրա համար մենք չպետք է կորցնենք մեր հնարավորությունները, էժան գազի հնարավորությունները, ավելնորդ քայլեր չանենք, չխորացնենք խնդիրները, որ հետագայում հնարավոր չլինի լուծել այդ խնդիրները։ Նույն Մոլդովան հիմա ստանում է շատ էժան գազ, 3 անգամ թանկ, 4 անգամ թանկ, քան Հայաստանն է ստանում։ Նրանք էլ իմիջիայլոց այդպիսի մեծամիտ հայտարարություններով ստացան էժան գազ։ Մի ժամանակ Վրաստանն էլ, հետո բայց անցում է կատարում դարձյալ ռուսականին, Այս տարածաշրջանում գազ ունի Ռուսաստանը եւ գազ ունի Իրանը, բայց իրանական գազը այս հյուսային հատվածներում սահմանափակ է եւ ավելի էժան չի, քան ռուսականը, այսինքն չկա այդպիսի հնարավորություն։ Դա կարող է լինել կծկտուր մի փոքրիկ քանակ, մի փոքրիկ ձևի համար նախընտրական 1 ամսով, ես չգիտեմ կլինի թե չէ։ Ոնց որ այս ցորենա տալիս։ Ոնց որ ցորեն կամ ինչ որ բան տվեցին, որ մարդկանց ցույց տան ձայներ հավաքեն։ Բայց այդ հնարավորությունը իրոք չկա։ Մենք դա շուտով կտեսնենք, ինչքան մեծ խնդիրների առաջ կանգնեցրեցին։ Դուք ադրբեջանական նավթ կառնեիք, Ադրբեջանից գազ կառնեիք այս պայմաններում։ Կոնկրետ այս պայմաններում ես ոչ մի նավ չէի առնի, ոչ մի գազ չէի առնի, կոնկրետ այս պայմաններում։ Բայց հետագայում, եթե մենք կունենանք արժանապատիվ խաղաղություն, կվերադարձվեն մեր գրաված, օկուպացված տարածքները, մեր գերիներին կվերադարձնենք Հայաստան, կունենանք ճիշտ երկարաժամկետ խաղաղության պայմանագիր, արդեն դա լինելու է մեր բիզնեսմենների խնդիրը։ Եթե իրենք կտեսնեն ձեռնտու է Ադրբեջանից գազ ու նավթ առնելն ու գազ ոչ մի անգամ էլ չի լինելու, նավթ էլ չեմ տեսնում, բայց եթե հնարավոր կլինի, բիզնեսմենը կարող է աշխատել։ Բայց այս պայմաններում, երբ մենք չունենք խաղաղության պայմանագիր եւ ռեալ խաղաղության հնարավորություն, ես համենայն դեպս դրանով չէի զբաղվի։ Պարոն Կարապետյան, Ալիևը ինչ բանով է, այսպես ասած, բովանդակությամբ է, որ հարցով է հատկապես հետախուզում հայտարարել ձեր դեմ։ Արցախին օգնելու, Արցախի պատերազմի ժամանակ Ես չէի ուզում անդրադառնալ այդ հարցին, քանի որ դա միջազգային խնդիրներ կառաջացնի։ Դրա համար հայտարարել է ու հայտարարել է։ Ես դրանից չեմ անհանգստանում, հանգիստ ապրում եմ, միգուցե Ալիևը վաղը ավելի մեծ հայտարարություններ կանի, դա ինչի անհանգստացում։ Ինձ համար ամենակարևորը մեր երկրի վիճակն է, մեր ժողովրդի կենսամակարդակը բարձրացրելն է։
Ալիևը, եթե վաղ ընտրվեք, դուք վաղ մեսօր ընտրվեք վարչապետ, դուք ստիպված եք լինելու Ալիևի հետ աշխատել։ Այս բանակցությունների պայմանավորվածություններն է ձեր սեղանին դրվելու Հայաստանի սահմանադրությունը փոխել, ինչ եք անելու։ Ալիևը պայմաններ դնում է միայն իր մարզպետին։ Ալիևը հասկանալով, որ ես իրեն չեմ պարտվել, որ ես ոչ մի հայկական շատ չեմ զիջելու, ինքը հանգիստ են, որ ասում են կնստի իր տեղը և կանցնի ավելի ճիշտ բանակցությունների, որպեսզի մենք ունենանք ճիշտ երկարատև խաղաղություն, թելադրելով Ալիևը ինձ հետ չի խոսելու։ Ես Ալիևի կամքը չեմ կատարելու, ես չեմ թողնելու 300,000 ադրբեջանցի մուտք գործի Հայաստան իր խաղի կանոններով։ Դուք երևի գիտեք, որ իրենք արդեն շատ մասշտաբային ծրագիր են սկսել, որպեսզի իրականացնեն այդ ծրագիրը։ Բայց Ալիևը 24 թվականի դեկտեմբերին այդ մասին Կիսելյովի հետ հարցազրույցում հայտարարել էր, ասելով, որ 300,000 ադրբեջանցիներ դիմել են Հայաստանի կառավարությանը, որպեսզի ապահովեն նրանց վերադարձը, պայմաններ ստեղծեն։ Տարբեր առիթներով նույնիսկ Ալիևը ասել էր, որ պետք է իրավապահ մարմիններ ունենան իրենք, որպեսզի իրենց քաղաքացիների անվտանգությունը ապահովի, որքան հիշում եմ, նաև ասել էր բուժ հաստատություններ պետք է ունենան, որ հետո իրենց առողջական խնդիրներով զբաղվի։ 168 ժամը դիմել էր կառավարություն, որ հասկանանք ինչ են պատասխանել Ալիևին, որտեղ Ալիևը ասում է պաշտոնապես են դիմել, տեսանյութը կա, հարցազրույցը կա։ Նրանք հարցը մեր վերահասցեագրեցին արտգործնախարարությանը, արտգործնախարարությունը ինչ որ Փաշինյանի հարցազրույցի հեղում տվեց, ասեց գնացեք այդ կարտացեք։ Այսինքն նա չի հերքել Ալիևին, նա պաշտոնապես չի հերքել Ալիևին։ Հարցը ստեղ է, ինչու՞մ է ձեզ մեղադրում, որ ասում է բանեք, հա, 300,000 ադրբեջանցիների թեման փակել ենք, մեր երեխեքի համար մանկապարտեզ են կառուցում, մեզ մեղադրում են, որ Սաֆարովի երեխեքի համար են կառուցում։ Մենք չենք հենվում միայն Ալիևի հայտարարությունների վրա, մենք տեսնում ենք Ալիևի իշխանության գործնական քայլերը։ Նրանք նույնիսկ դիմել են միավորված ազգերի կազմակերպություն, ինչքան գիտեմ 23 թվականին, այդ հարցը բարձրացրել են նաև միավորված ազգերի կազմակերպություն, որպեսզի ապահովեն իրենց 300,000 ադրբեջանցիների, ինչպես իրենք են անվանում, վերադարձը Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն ինչի մասին են խոսում այս իշխանությունները։ Ես հասկանում եմ իրենց համար այդ վտանգը, որ մենք ամեն օր թմկահարում ենք դրա մասին, բայց ես վստահեցնում եմ, դա մենք չենք անում նախընտրական ինչ-որ քարոզարշավ իրականացնելու համար։ Մենք ուզում ենք պարզ մեր ժողովրդին ասենք ու բացատրենք, ինչպիսի հանցավոր պլաներ են ձեռնարկել Ալիևն ու Փաշինյանը հայ ժողովրդի գլխին։ Ու թող մեր ժողովուրդը որոշի, ինքը ցանկանում է տեսնել այդ ադրբեջանցիներին Հայաստանում։ Դրա համար մենք ցույց ենք տալիս, մենք հենց առաջի օրը օրենք ենք ընդունելու Սաֆարովի կանխարգելման օրենք, հատուկ դրել ենք այդ անվանումը այդ օրենքի վրա, որպեսզի նորից հայ ժողովրդին հիշեցնենք Սաֆարովի արած արարքները մեր զինվորականի նկատմամբ։ Դպրոց են փակում Գուրգեն Մարգարյանի անունով, դպրոցն են փակում։ Իրենք ոչ միայն այդ դպրոցն են փակում, իրենք փակում են մոտարապես 240 դպրոց։ Ազատում են այդ գյուղերը հայերից։ Իրենք շատ հետևողական քայլ-քայլ իրականացնում են Ալիևի ծրագիրը։ Եւ դուք տեսնեք, եթե Աստված չանի, չի կարող այդպիսի բան լինել, եթե հայ ժողովուրդը նորից սխալվի, կտեսնեք ընդամենը շաբաթների ընթացքում իրենք ինչքան ակտիվ կարագացնեն այդ process-ները։ Դրա համար պետք է կանգնեցնել իրենց հունիսի 7-ին եւ վստահ եղեք
այս մարդը ոչ միայն այդ հարցում, ոչ մի հարցում չի կարող Ալիևին հակադարձել։ Ինքը այնքան է վախեցած, 3 անգամ պարտվելով ինքը հասկանում է, որ ոչ մի հնարավորություն չունի Ալիևին կանգնեցնելու եւ դարձել է մասնակից նրա բոլոր խարդավանքներին հայ ժողովրդի նկատմամբ։ Ալիևը դարձյալ խոսեց Զանգեզուրի միջանցքի մասին։ Պարոն Կարապետյան, ուսուցիչների ընտանիքում եք մեծացել։ Ինչ է փոխվելու ձեր ընտրվելու դեպքում ուսուցչի կյանքում։ Շատ-շատերը խոստանում են, բայց մեծ հաշվով հա մի քանի ուսուցիչների աշխատավարձեր բարձրացրել են ընդամենը, բայց խնդիրները ավելացել է, չի փոխվել։ Մենք փոփոխելու ենք ոչ միայն ուսուցիչների կյանքում։ Մենք փոփոխելու ենք թե մանկավարժների կյանքը դարձնելու ենք ավելի բարեկեցիկ, թե մշակույթի գործիչների կյանքն ենք դարձնելու ավելի արժանապատիվ, թե բժիշկների կյանքը, մենք շատ մասշտաբային լուծումներ ենք տալու դրան, որպեսզի մենք կարողանանք ճիշտ դաստիարակենք մեր երեխաներին, որպեսզի մենք ունենանք հայրենանվեր մշակույթ, ունենանք ճիշտ բժշկություն, դրա համար առաջին քայլերը այդ մարդկանց կյանքի բարեկեցության ապահովումը, որպեսզի իրենք չաշխատեն միայն Երևանում։ Մեր գլխավոր երկրի խնդրը մեր շրջաներին անտեսելն է, ամբողջությամբ անտեսված են մեր շրջաները, մեր գյուղերը։ Մենք այնպես ենք անելու, որ ուսուցիչը պատիվ է համարելու աշխատելու ամենախուլ գյուղերում, այդ գյուղերում աշխատավարձները ավելի բարձր են լինելու, քան նույնիսկ Երևանում, որպեսզի մարդիկ ձգտեն դառնան մանկավարժ եւ դաստիարակեն մեր երեխաներին գյուղերում, շրջաներում։ Հիմա ամբողջությամբ ամեն ինչը կենտրոնացված է Երևանում, աչքա թող են արել ամբողջությամբ մեր շրջաներն ու գյուղերը։ Պարոն Կարապետյան, տեսեք, այս կառավարությունը սարսափելի ծախսեր է ավելացրեց, հատկապես օրինակ տեսեք, 26 թվականին վարչապետի աշխատակազմի համար պետական բյուջեից հատկացրել են 25 միլիարդ 804 միլիոն դրամ եւ նաեւ հաշվել էին վարչապետի ընտանիքը փաստորեն ամառանոցում, կառավարական ամառանոցում օրական մեր հարկատուներիս վրա նստում է 1 միլիոն 600 քանի հազար դրամ, հա։ Տեսեք, ու այսպես լիքը անհեթեթ բաներ կան, ծախսեր կան։ Ինչպես է դրանք կրճատվելու, տեսեք, նույն բուժքույրերը կոպեկներ են ստանում, ուսուցիչների մեծ մասը կոպեկներ են ստանում, այդքան ասում են պարգևավճար, հիմնականում այդ ՔՊ-ի հիմնական կազմն է ստանում, այնտեղ մասնագիտական շրջանակներ կամ պետական կառավարման համակարգում չեն ստանում։ Այս հաները, հա, այս մսխված գումարները ինչ պետք է արվի սրա ճակատագիրը, ոնց պետք է կրճատվի։ Դուք իհարկե ասել եք, որ 1 դրամ է լինելու աշխատավարձը վարչապետի, բայց դա էլ ճիշտ չի, չէ, այնուամենայնիվ։ Դա շատ ճիշտ է։ Այս աղքատության մեջ վարչապետը չի կարող թույլ տալ իրեն շռայլություններ։ Վարչապետը չի կարող իր մոտակա անձնակազմի վրա ծախսել օրական 1 միլիոն 600 քանի դոլար։ Դուք նայում եք իր անձնական ծախսերը, բայց իր անձնակազմի վրա տարեկան ծախսում է 65 միլիոն դոլար, նույնիսկ ես պատկերացում չունեմ, չեմ էլ կարող պատկերացնել ինչի վրա է ծախսում։ Այ իր հիմնականում իր տուրիստական ճամփորդությունների վրա է ծախսում։ Տարեկան 25 թվականին հատկացվել է 621 միլիոն 340 հազար դրամ, 1 միլիոն 561 հազարից ավելի դոլար։ Դա երևի իր անձնական ծախսերի մասին եք ասում, իր աշխատակազմը ծախսում է 65 միլիոն դոլար աշխատակազմ։ Չէ, աշխատակազմ եք դուք դա ասում, ես ասում եմ իրենց բանը, կառավարական տան ծախսերն եմ ասում։ Գիտեք, ես չեմ ուզում դրան անդրադառնամ, ես կարող եմ ասել, մեր կառավարական առանձնատան ծախսերը լինելու է 1 դրամ, 1 դրամ։ Տնակների մասին, քանի տնակ կկառուցվեր։
շատ կկառուցվեր, բայց մեզ մոտ դա լինելու է 1 դրամ նույնպես, ինչպես իմ աշխատավարձն է լինելու 1 դրամ, այնպես էլ բյուջեի ծախսերն է լինելու 1 դրամ։ Մենք ամեն ինչ անելու ենք մեր ժողովրդի համար, մինչև մեր ժողովրդի աղքատության հարցը չլուծենք, ոչ ոք իրավունք չունի իրեն թույլ տալ շռայլություններ։ Վստահեք մեզ, մենք ոչ մի բանի կարիք չունենք եւ մենք ձևավորելու ենք այդպիսի կառավարություն, ովքեր դրա կարիքը չունեն։ Սրանք ձևավորել են չտեսների կառավարություն, դրա համար իրենք չեն նայում, իրենց միակ տարբերակը բյուջեից օգտվելն է։ Մենք չենք ունենալու ոչ մի նախարար բյուջեից օգտվող, ոչ մի իշխանության մաս չի լինելու բյուջեից օգտվող։ Բոլորը աշխատելու են, ես հայտարարել եմ մեր ժողովրդին հարստացնելու համար։ Որքան ժամանակում դա հնարավոր կլինի։ Ծայրահեղ ժամկետները։ Ծայրահեղաղկատությունը մենք շատ արագ ենք անելու եւ ոչ բյուջեի հաշվին։ Ես դա տեսնում եմ ընդամենը 6 ամսում, մոտ 6 ամսում, միգուցե ավելի քիչ։ Իսկ աղքատության դեմ պայքարելու ենք ամեն օր եւ ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ 5 տարի հետո մենք չունենանք աղքատներ Հայաստանում։ Հացի խնդիր ունեցող մարդ չպետք է լինի Հայաստանում։ Դա մենք վստահ եղեք ապահովելու ենք։ Պարոն Կարապետյան, այս ընթացքում էլ է փորձել Նիկոլ Փաշինյանը որևէ ձևով կապվել ձեզ հետ պահել։ Մենք առիթ ունեցել էինք իմ գոլեգաների հետ ձեզ այդ հարցը ես տվել եմ, հա, որ ձեզ առաջարկներ էր։ Չէ, այս ընթացքում արդեն իմաստ չունի, քանի որ ինքը տեսավ իմ կեցվածքը եւ ինքը հասկանում է, միայն փողոցային այս հայտարարություններով փորձում է խոսել մեզ հետ, անիմաստ հայտարարություններով։ Դուք դա համարում եք, որ ձեզ ինչ-որ բաներ է փորձում հասցնել։ Դա ամեն օր սպառնում է, դուք դա չեք տեսնում։ Սպառնալիքը տեսնում եմ, դե սկիզբը հենց մեր զրույցի դրանով սկսեցի, հա, բայց աշխարհի ամենավախկոտ մարդը, եթե ինձ սպառնում է, դա ինչ կարող է նշանակել ինձ համար կամ սպառնում է ու սպառնում։ Իսկ վախկոտ ու թույլ մարդը կարող է բարի լինել։ Իհարկե ոչ։ Վախկոտ ու թույլ մարդը ամենավտանգավոր մարդն է հասարակության համար։ Պարոն Կարապետյան, ձեր փորձում էի ճիշտն ասած ձեր որոշ մտերիմներից ձեր մասին մի քիչ ինֆորմացիա ստանամ, հա։ Նախ ձեր կրթության մասին էին ասում, որ դուք սովորել եք Պոլիտեխնիկական ինստիտուտում, մեքենաշինական ֆակուլտետում եւ նույնիսկ այդ տարիների համար համարվում էր ամենաբարդ ֆակուլտետներից մեկը, նույնիսկ ասցին այդ կողքով այդ ֆակուլտետի շենքի կողքով հազիվ էինք անցնում, բայց ուզում էի իմանալ մի քիչ, հա, ոնց եք եղել, ինչ եք եղել, որովհետեւ մինչեւ դուք սովորաբար փակ եք ձեր կյանքը եղել, չէ՞, դուք չեք սիրել, որ խոսեն ձեր մասին, ձեր գործերի մասին, ձեր անձնական կյանքի մասին, ասեցին, որ բան հանրակացարանից մի քանի դրվագներ պատմեցին, որպես շատ այդպես նենց կռվարար չար բան, հա, այդպես ակտիվ պատանեկություն ունեցող, ես ուզում եմ խոսենք ձեր ընտանիքից եկած այդ ոսկե կանոնների մասին, որ ձեր հայրն է փոխանցել, ձեր մայրն է փոխանցել եւ դուք դրա կրողն եք, ձեր ընկերների հետ շարունակում եք շփվել թե ոչ, կապերը պահում եք թե չէ, մի քիչ մարդկային ձեր տեսակի մասին եմ ուզում ներկայացնել, որովհետեւ խոսել եք իհարկե, նայել եմ նաեւ Նազանի հետ զրույցը, բայց դեռ փակ է։ Նայեք, ես ծնվել մեծացել եմ շատ տրադիցիոն ընտանիքում։ Մեր համար մեր հայկական տրադիցիաները միշտ եղել են առաջնահերթություն։ Եվ իմ հայրը, քանի որ մաթեմատիկա էր դասավանդում, մենք բոլոր երեխաներով ավելի շատ մաթեմատիկական թեկում ունեինք, ու կրթության մեջ։ Եվ դա օբյեկտիվ էր, որ մենք ընդունվեցինք եւ սովորեցինք Պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ այնտեղ շատ էր անհրաժեշտ այդ
մաթեմատիկական թեկում ունենալը։ Ասեն գումանիտար թեկում ունեցող երեխաները բացարձակ չէին կարողանալու սովորեին այդ մասնագիտությամբ։ Իհարկե ես եղել եմ թե շատ ակտիվ երեխա, թե շատ ակտիվ ուսանող, ոչ միայն հանրակացարանում, դրանից հետո եղել եմ շատ ակտիվ բիզնեսմեն և հիմա էլ եմ շատ ակտիվ բիզնեսմեն, հիմա արդեն շատ ակտիվ քաղաքական գործիչ եմ, շուտով կլինեմ շատ ակտիվ վարչապետ, ես ամեն ինչ անելու եմ, որ իմ կյանքը միշտ ակտիվ լինի, որովհետև միայն ակտիվությամբ դու կարող ես հասնել հաջողությունների, եթե դու ամեն ինչից վախեցար, ոչ մի համառություն չունեցար, այդ ներքին դուխը չունեցար, դու ոչ մի բնագավառում հաջողակ չես կարող լինել։ Շարունակում եք շփվել ձեր ուսանողական ընկերների հետ, դպրոցական ընկերների, միշտ գնում էիք ձեր գյուղ։ Բոլոր իմ դպրոցական ընկերները իմ կողքին են, բոլորը, առանց բացառության։ Չկա, դպրոցական, ոչ միայն քպական չկա, իրենք իմ կողքին են, միշտ, փոքրուց։ Բոլոր իմ ուսանողական ընկերները, բոլորը իմ կողքին են, առանց բացառության։ Եվ շատ լավ աշխատում են, շատ լավ ապրում են, ինձ թվում է բոլորը գոհ են, ես էլ դժգոհ չեմ։ Պարոն Կարապետյան, ձեզ երբ որ մեղադրում էր Փաշինյանը իբրև թե լավ չեք խոսում, բայց դուք ձեր ընտանիքում հայերեն եք չէ խոսում բարբարով, օրինակ ես գիտեմ էլի Մոսկվայից, Ռուսաստանից կամ ընտանիքներ, բիզնես ընտանիքներ, որ հիմնականում ռուսերեն են խոսում, բայց դուք որքան գիտեմ ձեր ընտանիքում հայերեն եք չէ խոսում հիմնականում։ Խոսում ենք միայն հայերեն, բայց մեր բարբարով։ Իսկ լավ եմ խոսում, վատ եմ խոսում, դա դուք կարող եք գնահատել այս հարցազրույցի ընթացքում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ու իր ճատերը, երբ դրա մասին խոսում են, դա նրանից է, որ իրենք ուրիշ ոչ մի բան չեն կարող խոսել։ Չէ, լավ կլինի մեր հասարակությունը, ես դա կարող եմ ասել, կանանց պես չմտածի, որովհետև կանայք ականջներով են, չէ, լսելով են խոսքերով, այլ հակառակը մարդու գործերին նայ, հետո Փաշինյանը չենք հիշում ինչեր էր խոսում ու ինչ էր անում։ Ինձ թվում է մեր ժողովուրդը կուշտ է։ Դուք վստահ եք, ես նորմալ խոսում եմ։ Ես գիտեմ, որ դուք ինչի մասին պետք է, ես խոսում եմ։ Ինչի մասին պետք չի, ես չեմ խոսում։ Դե բարբարով պատասխանեք, մեկը այսպես թե այնպես չի հասկանում ինչ է ասում։ Այդ խոսածողները վստահ եղեք, իրենք իրենց ասածներից փոշմանելու են։ Ես դրա համար եմ ասում, այնքան բաներ ասում, Արցախը Հայաստանը եւ վերջ, եւ ինչ շատ գեղեցիկ ձևակերպում էր։ Իրենք նույնիսկ ի հեճուկս խոսույթը մտցրեցին հայկական կյանք, դրանով եկան իշխանության։ Հիմա հայ ժողովուրդը իրենց կասի ի հեճուկս ռադները քաշեք։ Մի հարց կուզեի տալ այնուամենայնիվ մարդու, ով աշխարհի միլիարդատերերից է։ Ինչ կարող է գնել փողը եւ ինչը հնարավոր չէ այս կյանքում գնել։ Թե որտեվ կան մարդիկ, որոնք մտածում են ամեն ինչ հնարավոր է գնել, եթե փող ունեմ, ուրեմն վերջ, դուք այդպես մտածում եք։ Եթե ես անկեղծ լինեմ, կարող եմ ասել, իրոք փողը շատ մեծ ուժ ունի։ Եվ կարող եմ ասել, շատ քիչ բան կա աշխարհում, որ փողը չի կարող գնել։ Բայց կան բաներ, հայրենասիրությունը փողով չես գնի, ինքնասիրությունը փողով չես գնի, արժանապատվությունը փողով չես գնի։ Եվ դա շատ լավ է, որ կան բաներ փողով չես գնի, թե չէ արդեն Փաշինյանը, լինելով միլիարդատեր, հիմա բոլորին գնաց կլիներ։ Ասելա ձեզ դատի է տալու Կանադայի տան հետ կապված։ Մեր լրագրողներին գնաց կլիներ, բայց մեր շատ ուժեղ լրագրողներ ամեն օր ապացուցում են իրենց հայրենասիրությունը եւ չեն վաճառվում։ Այս սա շատ գովելի է
ընդունելի է եւ շատ հայրենասեր մարդիկ են այսօր զարթնում, պայքարում, ում Փաշինյանը չի կարող գնել, ոչ վախեցնել, ոչ գնել։ Ինչը երբեք չեք ների։ Դավաճանությունը երբեք չեմ ների։ Դա ինձ թվում է ամենավտանգավորն է, երբ մարդ անում է իր ժողովրդի հանդեպ։ Թուլությունը կանտեսենք, դավաճանությունը ոչ։ Այսինքն դարձյալ այդ որակն է, որը բնորոշ է թույլ մարդու։ Ուժեղ մարդը չի կարող լինել, լինել դավաճան։ Չէ, ուժեղ մարդիկ են լինում դավաճան, եթե ագահ են։ Նրանք դա կանեն գումարի դիմաց, ոչ թե վախենալով գումարի դիմաց, բայց 90% դավաճաները լինում են թույլ մարդիկ, բայց ուժեղներն են լինում դավաճան։ Պարոն Կարապետյան, դուք պատրաստվում եք հանրահավաքի, մեծ հանրահավաքի, արդեն օրերի հարց է ընտրությունները։ Նախ ինչ ուղերձ ունեք փոխանցելու մեր ժողովրդին, ձեր հետևորդներին, ավելին ձեզ ասեմ, ՔՊ-ի ընտրողներին նաև, ինչ ուղերձ ունեք։ Ես մեր ամբողջ ժողովրդին եմ ուզում դիմեմ, որ նույնիսկ եթե չեն ցանկանում մեզ ընտրել, մասնակցել մեր հանրահավաքին, քանի որ դա մեր մեծ հաղթանակի սկիզբն է։ Մենք հունիսի 3-ին դնում ենք մեր մեծ հաղթանակի սկիզբը եւ դրանով ամբողջ աշխարհին ցույց ենք տալու մեր ժողովրդի համախմբումը, մեր ժողովրդի միավորումը, մեր ժողովրդի մեծ ցանկությունները կանգնեցնել Ադրբեջանի Ալիևի եւ իր մարզպետի պլանները, լցնել Հայաստանը ադրբեջանցիներով։ Դա լինելու է մեզ համար գլխավոր նպատակ եւ մենք հանրահավաքին շատ ակտիվ ենք դա հնչեցնելու, որովհետեւ դա միակ քայլն է այս հանցավոր պլանները կանգնեցնելու համար եւ մենք օգտագործելու ենք այդ մեծ հարթակը նորից հնչեցնելու, նորից բացատրելու մեր ժողովրդին, որ մեր երկիրը վտանգի տակ է, միասին պարտավոր ենք կանգնեցնենք։ Պարոն Կարապետյան, ես հատկապես ինձ հետաքրում է դուք ինչ սցենարների եք պատրաստ։ Ես նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում կիրառում է 90-ականներից մինչև հիմա բոլոր ընտրություններում տեղի ունեցած բոլոր արատավոր երևույթները, քայլերը, բայց միասնաբար։ Վարչական ռեսուրսից սկսած ամեն ինչ օգտագործելու է եւ դուք շատ լավ գիտեք, որ հենց այնպես Նիկոլ Փաշինյանը իշխանություն չի տալու, ամեն ինչ անելու է, որ պահի։ Դուք ինչին եք պատրաստ, փողոցային պայքար լինի, չգիտեմ, թե օրինակ ասում են բոլոր ընտրությունների ժամանակ, հաջորդ օրը ասում են, դե կյանքը շարունակվում է, գնալու ենք, կյանքը շարունակվելու անենք, մանդատներ վերցնեն գնան, եթե Աստված ոչ անի ինչ-որ սցենար լինի եւ ՔՊ-ն կարողանա ինչ-որ ձևով վերարտադրվի, որովհետև ես սպասում եմ ամենավատ քայլերին։ Ընդհուպ մինչև, ասում եմ, կարող են կրակահերթել բացել, մարդկանց էլ վնասել, որպեսզի մարդիկ վախենան գնան տեղամաս։ Դուք պիտի բոլոր սցենարներին պատրաստ լինեք։ Ես ուզում եմ հասկանալ, Աստված մի ասե, ինչ-որ բան լինի, ժողովուրդը վախենա, վախեցնի, ինչ քայլերի եք պատրաստ, մանավանդ դուք տնային կալանքի մեջ եք, դες դժվար է։ Ինքը ընդամենը թույլ եւ վախկոտ հրեշ է։ Դա մեզ հնարավորություն է տալիս ընտրություններով հաղթենք եւ ձևավորենք կառավարություն։ Մենք հիմա չենք ուզում նույնիսկ մտածենք բոլոր այն ապօրինությունների մասին, որոնք դուք բնութագրում եք, քանի որ ես վստահ եմ, դա նույնիսկ
Նիկոլ Փաշինյանի առողջության համար է վտանգավոր լինելու։ Չի կարող նա լինելով ոչ լեգիտիմ, ունենալով ընդամենը փոքրամասնության աջակցությունը կառավարել այս երկիրը եւս 5 տարի։ Դուք տեսնում եք արդեն իր ցնցումները փողոցի վրա եւ իր ամեն օր վատացող, դա ուղիղ իմաստով չեմ ասում, առողջությունը, քանի որ նա ամեն օր ինքը իր համար վտանգավոր է դառնում։ Երբ է վատացել առողջությունը, անդադ ուտում է։ Դե դա էլ է առողջության վատանալու արդյունք։ Կանանց հետևից վազելը դա էլ է առողջության վատանալու արդյունք։ Կանանց թևերից քաշքշելը դա էլ է առողջության վատանալու արդյունք։ Հերոսի աղջկան վիրավորելը դա էլ է առողջության վատանալու արդյունք։ Նա չի գնալու ոչ մի այդպիսի քայլերի, ես վստահ եմ։ Իսկ եթե գնաց, ուրեմն հայ ժողովուրդը պետք է ասի իր ծանր խոսքը։ Միակ բանը, որ ինքը վախենա ժողովրդից, միակ բանը, որ կարող է ինքը վախենա դրանից, որտեղ նրան ճանաչողները շատ լավ գիտեն, երբ որ ինքը վախենում է, ընդ որում կարող է գնալ, փակվել մի սենյակում ու դուրս չգալ, հա, ինչպես մենք տեսանք պատերազմից հետո թերթի խմբագիր եղած ժամանակ է այդպիսի դրվագով հայտնի դարձել, այնպես որ միակ բանը, որ նա կարող է ժողովրդից վախենա։ Ինքը ճիշտ է անում, որ վախենում է ժողովրդից, ցանկացած իշխանություն, ապօրինություններ անելու ժամանակ պետք է վախենա իր ժողովրդից, որովհետև ժողովուրդը լռում է, ժողովուրդը հանգիստ է, բայց երբ կարմիր գծերը անցնում են, ժողովուրդը իր ծանր խոսքը ասում է։ Եվ հիմա էլ ես վստահ եմ, եթե հանկարծ ինքը գնաց ապօրինությունների, մեր ժողովուրդը շատ ծանր խոսք է ասելու իրեն։ Պարոն Կարապետյան, այսինքն չեք փոշմանել, որ կանգնել եք եկեղեցու կողքին, որ այսպես հայտնվել եք այս կրակի մեջ։ Իհարկե չեմ փոշմանել։ Իհարկե հպարտ եմ, որ կանգնել եմ մեր եկեղեցու կողքին, մեր ժողովրդի կողքին, շատ հպարտ եմ դրա համար։ Եվ վստահ եղեք, միշտ եմ լինելու մեր եկեղեցու կողքին, հայ ժողովրդի կողքին, եւ մենք ենք բարեկեցություն բերելու մեր ժողովրդին, համախմբելու ենք մեր ժողովրդին, միավորելու ենք մեր ժողովրդին, միավորելու ենք սփյուռքը Հայաստանի շուրջը։ Շատ շուտով դուք դա կտեսնեք։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, ինչպես մի շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ Պրեսինգ հաղորդաշարը այս պահին գտնվում է ուժեղ Հայաստան նախընտրական դաշինքի վարչապետի տեխնացու Սամվել Կարապետյանի տանը, կհանդիպենք հաջողություն ձեզ։